Գարուն է բացվել եւ բնականաբար գարունը իր հետ բերում է նոր խոհանոց-խոհանոցային, նոր մոտեցում, նոր շունչ շուտով մենք երևի հույսով եմ կուտենք նաեւ հուսով եմ լավ կուտենք նաեւ բանջար բոստաններից արդեն թարմաճեցված մթերք եւ խնդրեմ տեսնենք թե Սատենիկը այսօր մեր ինչ է հրամցնել ես տեսնում եմ այդտեղ թուրքական լոլիկ թե ոչ Դե տեղական լոլիկ։ Անկեղծ ասած չեմ կարող ասել, այս որտեղ է աճեցված չերի լոլիկներն են, բոլորիս ծանոթ, որը արդեն հասրեցի ես մեր լրատվական հաղորդման ընթացքում տապակել, ինչպես Հովանեսն է սիրում ասել, վախեցնել, տապակել եմ նաև բեկոնը, նույն տապակի մեջ, այդ նույն տապակի մեջ ես հացրել եմ տապակել նաև հացերը, տոստ հացերը, որոնք կտրատեցի եւ վրան արեցի աղ եւ պղպեղ։ Իդեպ Հիշեցնեմ, թե այսօրվա մեր նախաճաշը ինչ անվանում ունի, իդեալական նախաճաշ, ինչու, որովհետև բոլորս էլ սիրում ենք այս տապակված եւ բանջարեղենը, եւ բեկոնը, եւ հազարը, որը մեր վիտամիններն է այսօր ապահովելու առավոտ վաղ կանուղ։ Ահա, եկեք պատրաստենք նաեւ սոուսը։ Կիտրոնահյութ։ Այստեղ նանան ես հացրեցի նաեւ կտրատել։ Նանան Դուք արդեն պատկերացնում եք, ինչ հետաքրքիր համ է մեզ սպասվում։ Մանանեխը կես թեյի գտալ, քանի որ շատ թելադրող համ ունի։ Աղը եւ պղպեղը հիմա կանենք եւ վրան կավելացնեմ ձիթայուղ։ Ահա։ Կարող ենք ձիթայուղը այնքան անել, որքան հարկավոր է մեր աղցանի համար։ 2-3 ճաշի գտալ։ Բավական է։ Հիմա սա կխառնեմ։ Կլեցնեմ մեր հազարի վրա, որը արդեն հասրել եմ կտրատել, ձեռքով, իհարկե ոչ դանակով հիշեցնեմ, որ ես սիրում եմ հազարը կտրատել ձեռքով։ Հիմա կխառնենք եւ ինչպես տեսնում եք մատուցման ափսեն արդեն ինձ սպասում է։ Խառնենք, լավ խառնենք, որպեսզի բոլոր հազարները կարողանան համեմվել այն սոուսով, որով ես պատրաստեցի։ Կապես իդեալական նախաճաշ է, համաձայնեք ինձ հետ, եւ տեսքը, եւ սպիտակուցները, եւ բանջարեղենը, այսպիսի, ես ինչպես նկատեցիք, չեմ առանձնացրել, հենց այսպես էլ թողել եմ մեր չերի լոլիկները, եւ բեկոնը անմիջապես դնելու եմ վրան։ Այսպիսի տեսք ունի այսօրվա մեր իդեալական նախաճաշ անվանումով ուտեստը։ Գարնանային արևոտ վառ գույներով տեսք ունի։ Ասացեք, որ գարնանային է, գեղեցիկ է, ախորժապեր է, իսկ հոտը այն ինչ որ մենք զգում ենք մեր խոհանոցում, դուք կարող եք զգալ պատրաստելով ձեր տանը։ Վերջ, բայց մեկ առողջարար խորհուրդ կփորձեմ ես այնուամենայնիվ տալ, առհասարակ երշիկեղենը եւ այն մսամթերքը, որոնք որ այսպես են պատրաստված, չի կարելի ջերմամշակել այդ ժամանակ, նրա մեջ Հովանես հիշեցրու ինձ ինչ են ավելացնում, որ նա միշտ թարմ տեսք ունենա այդ նյութը ջերմամշակումից հետո ակտիվանում է։ Նախ սկսենք նրանից, որ երշիկեղենն է դա վերաբերում, այլ ոչ ֆիլեներին կամ բեկոններին, այո, որտեղ սրանք եթե փորձեն հակած երշիկով կամ նման այ դա վտանգավոր է միանշանակ համաձայնեմ շատ վտանգավոր է։ Չի կարելի, այո։ Բայց եթե ամբողջական միս է առասարակ կարծում բոլոր բժիշկները թվում խորհուրդ են տալիս, որ երշիկեղեն չօգտագործեք, օգտագործեք այն ֆիլեները տեսակը, որտեղ ամբողջական միս է, որոնց ցանկը իդեպ նաև համարվում է նույն հայկական բաստուրման, որտեղ դա ամբողջական մսի հատված է, իսկ երշիկների մեջ այո բազմաթիվ էլեմենտներ են, հավելումներ են օգտագործվում, որոնք շատ վնասակար են, հատկապես ինչպես Անին ասաց, ջերմային մշակումից հետո։ Ես խոսափում եմ իհարկե երշիկներ օգտագործելուց եւ տանը եւ առավոտի խոհանոցում, ես դա է պատճառը, որ պատրաստեցի ֆիլեյով։ Այսպեսի տեսք ունի այսօրվա իմ նախաճաշը, նկատեցիք հացիկներն էլ տապակած վրան դրեցի եւ այսպես բարի խորժակ բոլորին, շատ գեղեցիկ է, նույնիսկ կադրում հացրեցի տեսնել։ Արժե մեկ ռեստորան փոքրիկ բացել, առավոտյան ռեստորան, որը բացված է, առավոտ անվանումով համար միայն։ Ինչքով ասել, որ բաց է արդեն։ Բաց է, անի։ Այսպես մենք պատրաստում ենք ընդամենը փոքրիկ քանակի մարդկանց, շատ էքսկլյուզիվ խոհանոց է։ Պետք է արդեն մենյուն մշակել Հովանես եւ գինը։
Անպայման։ Իդեպ ինձ զարմացնում է, որ իրական հնարավոր է ընդամենը 10-15 րոպեում իսկապես ռեստորանում վայել, հա, շատ գեղեցիկ եւ համեղ սնունդ ստանալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ եթե այսպես գուրման եք եւ սիրում եք համեղ ուտել, եւ թե նաեւ կսիրեք հետաքրքիր խմիչքներ եւ առասարակ հետաքրքիր ձևավորը անցկացնել, այդ առումով ես խորտ կտամ եւս մեկ անգամ օգտվել այս կոնյակից, եթե աշխարհում չգիտեմ, երևի եզակին եմ ուշա նմանատիպ կոնյակի, խոսքը գնում է սպիտակ կոնյակի մասին, լսել եք երբևիցե, սա ես չէի լսել, առաջ անգամ անկեղծացած լսեցի, ավանդական հայկական կոնյակը ոչ ավանդական մատուցմամբ սպիտակ կոնյակի մասին է խոսքը եւ այս հավաքածուն իդեպ կա նաեւ սև կոնյակ, սև ասած համեմատաբար ավելի մուգ կոնյակ։ Եվ այս ընկերությունը իհարկե նաև ներկայացնում է բազմաթիվ գինիներ, որոնց համի մեջ համոզվել է նաև մեր անձնակազմը, որ աշխատում է այստեղ եւ ամենայն անկեղծամ ասեմ, բոլորը գրեթե, գրեթե չէ, բոլորը անխտիր գնահատականը եղել է շատ բարձր։ Եվ մինչ հաղորդումը շարունակելը անին ուներ մի երկու խոսք ասել, ոնց որ թե եթերում ինչ-որ բարմախտանքներ ունեիր, ոնց որ թե հա թե օգտվելով ուղիղ եթերի հնարավորությունից։ Այո, ես ցանկանում եմ օգտվել այդ առիթից եւ շնորհավորել ծնողներիս իրենց ամուսնության 25-ամյակի կապակցությամբ, նրանց մաղթել եւս նման մի քանի 25-ամյակներ, ինչու ոչ, եւ առհասարակ բոլորին, ովքեր որ ընտանիք են պատրաստվում կազմել, թող որ նրանց ամուսնական կյանքը շատ տարիներ երկար ու երջանիկ ձգվի լի բալիկներով, առողջությամբ, ուրախությամբ եւ բնականաբար երջանկությամբ։ Անի ջան, մենք էլ ենք միանում շնորհավորանքին, այո, նման հրաշալի բալիկներ, որ ունեն քո ծնողները Անի Խաչիկյանը եւ տղան, որի անունը այս պահին չեմ հիշում, շնորհավորում եմ լինեն առողջ եւ երջանիկ, ձեզնով միայն ուրախանան, իսկ դուք կպարտացնեք նրանց, որ իրենք պարտանան ձեզնով։ Ինչպես նաեւ շնորհավոր ենք բոլոր նրանց ծննդյան օրը, ովքեր այսօր են ծնվել, դե այո, հորաքրոջս գլխավորությամբ շնորհավորում եմ Լուզ ջան։ Մենք միանում ենք բոլոր շնորհավորանքները եւ իսկապես շնորհանք բոլոր նրանց, ովքեր այս տարի կնշեն իրենց ամուսնության 25-ամյակը, դա շատերի համար դա փորձություն է, այսպես ասենք, ճանապարհ է, բայց կարծում եմ երևի թե կյանքում ամենահաճելի փորձություններից մեկն է, որ այսօր տոնական կլի ձեր ընտանիքում եւ շնորհենք բոլոր նրանց, ում ընտանիքներում այս տարի կտոնեն նույնպես այդ արծաթե տոնը։ Այս պայմանը թաթվենք գովազդով, որից հետո արդեն կանդրադառնանք հաղորդման երկրորդ հատվածին, կներկայացնենք մեր այսօրվա երկրորդ հյուրին, համեցեք։ Հորության թանկարժեք րոպեները Greenfield թեյի հետ, երբ դու կարող ես լսել ինքդ քեզ։ Թեյ Greenfield, ձեռք բերելով ներդաշնակություն։ Սուպեր շապթին ներկայացնում է շահողների մրցարշավային աղյուսակը այս պահի դրությամբ։ Արման Մանթաշով, գյուղարևաբույր, 100,000 դրամ։ Սուպեր շապթի շահումային ֆոնդը դեռ սպառված չէ։ 4G ցանցի ընդլայնման երրորդ փուլում ներառվել են նոր քաղաքներ՝ Աբովյանը, Աշտարակը, Եղվարդը, Արթիկը, Արտաշատը։ Շահավետ առաջարկ Fast Credit-ից։ Ստացեք բիզնես վարկեր 11%-ով մինչև 10 տարի մարման ժամկետով, առանց գնահատման եւ ապահովագրության վճարների։ Վարկավորման որոշումը 1 օրում եւ այդ ամենը պարզ եւ արագ։ Fast Credit մանրամասների համար 510 000 կամ 3W-fastcredit.am։ Են որ սիրտդ քաղցրա ուզում։ Ջաքս։ Են որ այնքան համով է, որ հաք ուտես։ Ջաքս։ Են որ քիչա համով է, մի բան էլ օգտակար է։ Ջաքս վանիլ, Ջաքս շոկոլադ, Ջաքս ելակ։ Են որ մտածում ես բոլով, այս ընձուղտն ինչ կապ ունի։ Նախ ինչ կայից սկսենք։ Հրաշախ Ապլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Նիլ Սայմոնի կեն զույգ ներկայացումը։ Ներկայացում, որ արդեն մեծ հաջողություն է ունեցել Երևանում եւ Լոս Անջելեսում։ Գլխավոր դերերում Սոշ Ջանիբեկյան, Արման Նշանյան, բեմադրիչ Արման Նշանյան։ Սա որպես հայտարարություն ընդունի։ Ընդունեցի։
armenianmusic.am Քո ազգային երաժշտության հասցեն։ Գարնանային ամենագեղեցիկ տոնին ընթരാճ գնիր սմարթֆոն Vivacell MTS-ի սպասարկման կենտրոններից եւ երկրորդ հստացիր կես գնով։ Vivacell MTS, ինտերնետի առաջատար օպերատոր։ Карамель, орехи, шоколад, ботинок, пол, танцуют все. Золотой степ. Не танец, а конфетка. Славянка. Մեր ժամանակների ամենառոմանտիկ դաշնակահար Ռիշարդ Կլայդերմանը վերադառնում է Երևան։ Մարտի 18-ին ժամը 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում։ Տոմսերի համար զանգահարել 055 30 40 30 043 50 70 50 կամ այցելեք tomser.am կայք։ Դե շարունակենք հաղորդումը, իդեպ մշտապես հետաքրքիր է մեր տաղավարում զրուցել բժիշկների հետ, քանի որ շատ ժամանակ այդ մարդկանց աշխարհայացքը եւ գիտելիքները տարբեր ոլորտների նկատմամբ շատ ավելի լայն է լինում, քան ինչ որ մի ոլորտի, որ այդ կապված հրավիրում ենք այստեղ հյուրի։ Եվ այսօրվա մեր հյուրն է Հովհաննես Ասլանյանը, ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի անեստեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ։ Բարի լույս ձեզ։ Վայ, ես անկեղծ ասած ես երկար ներկայացման մի քիչ այսպես խառնում, ինչի, որտեվ ինձ համար մի քիչ տարօրինակ էր հենց ամենասկզբում։ Ինչի ճառագայթային բժշկությունը եւ այրվածքները իրար հետ նույն կենտրոնի մեջ են, ինչ որ փոխկապակցվածություն կա նման երևույթների։ Ճիշտն ասած, ինձ էլ հայտնի չէ, կենտրոնի պատմությունից է դա բխում, որտեղ կենտրոնը բացվել է 1958 թվականին սովետական միության ժամանակ, եւ այն ժամանակ դա եղել է փակ, ինչպես մեծ մասներ խորհրդային հիմնարկների, փակ կառույց, զինվորական, ուրեմն հիմնարկ է եղել, կոչվել է ռադիոբիոլոգիայի սեկտոր, ռուսերեն, հա։ Հետո ունեցել է փոքր նաև այրվածքային բաժանում որպես այդ գիտական փորձերի համար եւ 94 թվականից ուղղակի հին այրվածքային կենտրոնը 6-րդ հիվանդանոցի տարածքից, այսօրվա Երևան բժշկական կենտրոնի տարածքից տեղափոխվեց, այնտեղ փակվեց եւ կենտրոնացվեց այդտեղ։ Եվ հիմա ստացվում է այնպես, որ այս երկու կլինիկական սեկտոր ունենք։ Նա մեծ գիտահետազոտական ինստիտուտ է, մեծ ուրեմն պոտենցիալով, ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցող եւ առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխատող կենտրոն է գիտական, բայց ունի գործող կենտրոն է, անպայման, նա գործող է, նա լուրջ գիտական պրոյեկտներ ենք մենք ունենում, հա, պատվերներ ենք ունենում արտասահմանից, հիմնականում դա պատվիրատուն արտասահմանից է լինում։ Եվ այդ գիտությունը միշտ կա։ Իսկ կլինիկական այս մասը, այսինքն հիվանդների հետ աշխատող մասը երկու ուրեմն այդ սեկտորներից է։ Մեկը ճառագայթային բժշկության սեկտորն է, որը զբաղվում է ճառագայթային հիվանդությունով։ Հիվանդությունով ճառագայթային հիվանդություն դա դիագնոզ է, նա առաջանում է ուրեմն դոզավորված, գերդոզավորված ճառագայթումներից հիմնականում լինում է մասնագիտական իհարկե, ուրեմն ատոմային էներգիայի հետ աշխատող պերսոնալի մոտ է լինում, շատ հազվադեպ, ավելի հազվադեպ բժշկական նաև ճառագայթում է լինում, ասենք ռենտգեն կաբինետներում, դա շատ հազվադեպ է լինում, ինձ չի հանդիպել, հա, ինձ չի հանդիպել, ասեմ ձեզ, էլի։ Հիմնականում դա այդ ատոմային էներգիայի հետ աշխատող մարդկանց մոտ է լինում։ Մեծ մասը մեր հիվանդների ճառագայթային բժշկության սեկտորի դա ժամանակին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի ուրեմն ժամանակ օգտագործված այդ մարդիկ են այս ձևում ասում, որտեղ այդ մարդկանց ուղղակի ուղարկել են հենց ճառագայթման զոնա
Իդեպ Հայաստանի շատ կային մարդիկ, ոնց ասած, մի անգամ այդ հարցը ճշգրիտ ես պատրաստ չեմ ձեզ պատասխանելու։ Բայց գիտեք որ բայց մոտ 2000 հոգի հիմա այսինքն մեր մոտ գրանցված որպես ճառագայթային հիվանդ Չեռնոբիլի վթարի ուրեմն ժամանակ հիվանդացած այդ անձինք կան, դրանք մեր մոտ են, մեր հսկողության տակ են մեր կենտրոնի, որի անհրաժեշտ բուժումները եւ հետազոտությունները ստանում են։ Երկրորդ սեկտորը դա այրվածքային սեկտորն է, բայց ձև է ստացվել, որ այդ երկու ուրեմն բայց միևնույն ժամանակ կապ չունեցող։ Նու կապ ունի իհարկե, որովհետեւ ճառագայթային այրվածք էլի լալու, հա, դա այսինքն սուր ստադիայում ճառագայթային։ Պարոն Ասլան, առաջի հարցը, որ այսօր ուզում եմ ձեզ տամ, հետեւյալն է, հա, այ բժշկության ոլորտում տարբեր ճյուղեր կան, ստոմատոլոգիայից սկսած, վերջացած սրտաբանությամբ, բայց բժիշկներ կան, որոնք հենց նպատակային գնում են այդ վերակենդանացման բաժանմունքներում են աշխատում, ինձ թվում է այստեղ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր իրենց վրա կրկնակի պատասխանատվություն են վերցնում, ինչ հետաքրքիր է ձեր պարագայում ինչպես ստացվեց, ինչպես հայտնվեցիք հենց այդ բաժանմունքում, կար ինչ-որ մի նպատակ առասարակ բժշկական ոլորտ մտնելու կյանքեր փրկելու, հա, այսպես գլոբալ միտումներով, թե պարզապես ուսումնական ընթացքը ստացվեց այնպես, որ հայտնվեցիք այնտեղ արզ է, դե կոնկրետ իմ մասն է խոսքը, իմ դեպքում առաջնանպատակը, ասենք այդ դպրոցական այդ ռոմանտիզմի տարիներին նպատակս եղել է բժիշկ դառնալ, հա, հենց հիվանդին օգնելու, իսկ հիվանդին օգնելու գագաթնակետը դա կյանք փրկելն է, հա, բայց ինչ որ կոնկրետ վերակենդանաբանություն, անեստեզիոլոգիա լշուկ է։ Բայց արդեն իսկ առաջի երկրորդ երևի կուրսում ավագ ընկերների հետ շփվելով, հա, մենք բոլորս գիտեք, ինձ մի անգամից ուսանող ժամանակ սկսում ենք հիվանդանոցներով գնալ, բժիշկների հետ ընկերանալ, փորձել ինչ-որ ակտիվություն անել եւ այդ ժամանակ ոնց որ թե ավելի շատ ինձ դուր եկավ հենց ռեանիմատոլոգիան, հա, վերակենդանաբանությունը որպես սուր բժշկություն, որպես ինտենսիվ բժշկություն, մի քիչ պետք է նաև մարդը բնավորության դեֆեկտներ ունենալ, որպեսզի մտնի դրա մեջ, ոնց որ ֆուտբոլում է, չէ, ասում են դարպասապահը ընդհանրապես ուրիշ ռակուրսից է տեսնում խաղը, դա հատուկ ունենա։ Ես դրա համար հարցրեցի, որ մարդիկ ովքեր վերակենդանացման բաժնում են ռեանիմատոլոգիայով են զբաղվում, մի քիչ այլ կերպ են մտածում, վերաբերվում առասարակ բժշկությանը, ես դրա համար ուզում հասկանալ, դա ձեր ընտրություններ, թե պարզապես ստացվեց։ Այն ժամանակ իմ ընտրությունն է եղել, սխալվել եմ կներեք։ Իդեպ բանալ հարցերի շարքից էսպիսի մի հարց, այդ կյանք խլելը իրականում պարզվում է, որ հատկապես վերջին ժամանակահատվածում բավական հեշտ գործընթաց է ամբողջ աշխարհում դարձել, ինչ եք զգում, երբ որ իսկապես ինչ-որ մեկի կյանքը փրկում եք։ Ոչ մի բան չենք զգում, որովհետև իրականում մենք մասնագետ ենք, պրոֆեսիոնալ ենք, հա, մեր համար դա մասնագիտական գործունեություն է, փրկում են փրկարարները։ Բժիշկը բուժում է, հա, երբ որ բուժման արդյունքում հիվանդը լավանում է եւ ասենք մեր բաժանմունքից տեղափոխվում է ընդհանուր բաժանմունք, հենց երկրորդ օրը ես օրինակ իր անունն եմ մոռանում, էլի ոչ մի ուրիշ զգացողություն չկա, բայց որը չի ստացվում, անկեղծ զրույց է ստացվում, որ դեպքը չի ստացվում, դա անունը, հա, դա հիշվում է երկար, դա քննարկումներ են գնում եւ քու մեջ ես փորփրում, դա այդ ձև է։ Գիտեք, որ տարբեր ազգերի մոտ շատ յուրատուկ սովորություն կա եւ առհասարակ աշխարհում, ասում են, եթե ինչ-որ մեկի կյանքի փրկում ես, հա, ապա պարտավոր ես նրան եւ հետեւես նրան առհասարակ խավորություն անես, այսպես ասենք, հա։ Այդ ձեր պարագայում նման պարտավորություն չեք զգում, որտեվ փաստացի վերակենդանացման բաժանմունքում մարդիկ այսպես կյանքի եւ մահվան առջև են կանգնում եւ դուք ամեն ինչ անում եք, որպեսզի բացվի աջ դուռը, այս պարագայում կյանքի, այլ ոչ թե ձախ։ Հետո ձեզ պարտավորված չեք զգում տվյալ անձի նկատմամբ։ Ճիշտն ասած ոչ, դա մեր մենտալիտետը չի, մեր հոգեբանությունը չի, դա ավելի արևելյան հոգեբանություն է։ Եվ եթե այդ բան զգայի, իրոք այս 25 տարի ես այդ ասպարեզում եմ աշխատում եւ դե շատ մարդիկ կլինեն։ Բայց մենք մեր բոլոր հիվանդը չի, որ հիվանդները այնց այդ վիճակում չեն, որ մենք միանգամից մտանք, այս գործողությունը արեցինք, այն գործողությունը արեցինք, փրկեցինք։ Հիվանդների 80-90%-ը
կանխարգելիչ մենք բարգացնում ենք մեր մոտ վերակենդանացման բաժանմունքում, որովհետեւ այդ դարանը չմոտեն։ Այո, որպեսզի ապահովենք ճիշտ հսկողություն մոնիտորինգ կոչեցյալը եւ թույլ չտանք, որ հիվանդը հասնի կրիտիկական վիճակում, հա։ Պատկերացրեք, ասենք մեր մոտ բուժվող 10 հիվանդից 9-ը նրանք հանգիստ գալիս են, իրանց ինտենսիվ բուժումը ստանում են, հսկողության տակ են մնում, երբ որ կյանքին անմիջական վտանգ սպառնացող այդ բայերը վերանում են, գնում են իրանց բուժմանը։ Իսկ ռեալ ծայրահեղ ծանր հիվանդները, որոնց վրա անհրաժեշտ է գիշեր-ցերեկ աշխատել, ծանր միջոցառումներ, պրոթեզավորում, ասենք, կյանքի համար կարևոր ֆունկցիաների կատարել, դրանց քանակը փառկասու ավելի քիչ է։ Թե չէ մենք չենք հասցնի էլի։ Միանգամից այսպես աչքի ընկաք ձեր աշխատանքում որպես պրոֆեսիոնալ եւ հուզականությանը չտրվող մարդ։ Այ հետաքրքիր որպես մասնագետ բարբերաբար որևէ նոր տեխնոլոգիաներ ուսումնասիրում եք, որևէ դասընթացների մասնակցում եք, ինչպես եք վերազինում ձեր մասնագիտական ունակությունները։ Պարտադիր ու այլ կերպ հնարավոր չի։ Ես ինչպես եմ վերազինում, ես ուրեմն սիրում եմ կարդալ։ Ոչ պլանշետով, ոչ, ասենք, ինտերնետում գիրք եմ սիրում կարդալ եւ տարվա ընթացքում ամեն արտասահման գնալուց իմ համար ամեն անգամ մի հետաքրքիր գիրք, նորություններ, ճիշտն ասած հիմա արդեն վերջի մի 5 տարում նորություններ ավելի քիչ են պատահում, բայց այդ գրականությունը մեկը թարմ գրականությունը կարդալով ուրեմն միշտ հիշողություն տես թարմացնում այն հին բաները, որ մոռացել ես վերականգնում, դա շատ ճիշտ է կլինիցիստի համար, որովհետև եթե դու չես կարդում, դա էմպիրիզմ է դառնում, դու քո գիտեցածի վրա մենակ հիմնվելով։ Իսկ ինչու ոչ պլանշետով։ Պարզապես չեմ սիրում։ Ես հին մարդ եմ երևի, հա, այստեղ թերթելը մի քիչ ուրիշ հաճույք է։ Իսկ պլանշետով կամ համակարգչով տեղեկանում եք, թե աշխարհում ինչ գործընթացներ են տեղի եւ փորձում մասնակցել։ Ինտերնետում ես ասեմ, ինտերնետում կան իհարկե մեր նեղ մասնագիտական սայթերը, որտեղից մենք օգտվում ենք, այդտեղից ենք օգտվում, բայց կարճ հաղորդագրություններ շատ, բայց ռեալ ինֆորմացիա ես գրքերից եմ ինքս վերցնում։ Գումարած դրան պարտադիր յուրաքանչյուր տարի, նո վերջի արդեն եւ մի 5-6 տարվա ընթացքում լինելով Եվրոպական ասոցիացիայի անդամ անեսթեզիոլոգների ռեանիմատոլոգների, ես ամեն տարի այդ կոնգրեսներին, մեծ կոնգրեսներ են տարի մի անգամ կազմակերպում, այդ կոնգրեսներին եմ մասնակցում։ Այդտեղ էլ ավելի շատ շփում, ավելի շատ այդ workshop կոչեցյալը, նոր ապարատուրա է, նոր տեխնոլոգիաներ է, այնտեղ դրածա դու կարող ես գնալ, խաղալ թեկուզ, շատ հետաքրքիր է ամեն տարի։ Շատ հետ ենք մենք Անեսթեզիոլոգիան չափազանց հետ չի, բայց հետ է։ Ասեմ, մնացած ուրեմն բժշկության մնացած բանները հետ ենք մասնագետների գիտելիքներով, տեղեկացվածությամբ, թե տեխնիկայով։ Տեղեկացվածությամբ հիմա խնդրեմ չկա, հա։ Հիմա ամեն ինչ բացահայտ է, մեր անեսթեզիոլոգիայում ընդհանրապես չկա այդ բանը, որ դու մի բան գիտես, ուրիշին չասես։ Կան բժշկական մասնագիտություններ միգուցե, որ դա իրանց մոտ ընդունված է, անեսթեզիոլոգիայում այդ ձև չի, եթե ես մի հատ հետաքրքիր բան հայտնաբերեցի, մի հատ հետաքրքիր ուղղություն կամ հետաքրքիր հայտնագործություն, դա բաց է բոլորի համար ու ամբողջ աշխարհում այդ ձև, այսինքն տեղեկատվական չկա պրոբլեմ։ Պրոբլեմը ինձ թվում է, իմ կարծիքն է անձնական, թող ոչ մեկ չնեղանա, վիրաբուժների ուրեմն պատվերն է։ Այսինքն անեսթեզիոլոգը կատարում է այն, ինչ որ անհրաժեշտ է վիրաբուժին, հա։ Եթե վիրաբուժը չի պատվիրում, ասենք լյարդի տրանսպլանտացիայի նարկոզ, կոպիտ ասած, ինձ պետք չի որ խորանամ դրա մեջ։ Բայց ինքնը չի պատվիրում, որտեղ չի տիրապետում, հա, չի կատարվում, ասենք Հայաստանում լյարդի տրանսպլանտացիա չի կատարվում, հա, սրտի տրանսպլանտացիա չի կատարվում, կատարվում է միայն երիկամի տրանսպլանտացիա։ Իդեպ իրատեսական է որ կատարվում, մենք գիտենք որ Ռուսաստանում բոլոր տեղերում կատարվում են, գիտեք ինչ կա տեղ մի քիչ բժշկական կրկնեմ, նույնիսկ կադրային պակասություն է։ Կադրային ես չեմ մտածում, մենք ունենք շատ լավ վիրաբուժական դպրոց, շատ լավ։ Ուղղակի
ինձ թվում է տնտեսական է հարցը, այսինքն շուկա չկա, որպեսզի դու գնես, դա տեխնոլոգիա է, բավականին թանկարժեք տեխնոլոգիա է, այսինքն տարեկան 5-6 փոխպատվաստման համար ոչ մի կլինիկա չի գնա այդ ծախսին, որ այդ ամեն ինչը բերի, ներդնի, ինձ թվում է հիմնականը դա է իմ կարծիքն է, թե չէ մասնագիտական մեր ընկերները, մեր հետ սովորած ավարտած իմ ընկերները պատվաստում անում են Մոսկվայում, պատվաստման անում են, աշխատում են այնտեղ, հա։ Այսինքն այստեղի կրթությամբ աշխատում են։ Հա, հենց սկզբից գնացել են, ես ընկեր ունեմ, որը Փարիզում է աշխատում, հենց Անդրի Մոնգոլի փոխպատվաստման բաժանքում անեսթեզիոլոգ աշխատում, հա։ Էլի մեր հետ մերոնք շատ են դուսը։ Մնում է մենակ հասկանալ, թե ինչն է պատճառը այդ դեպքում։ Իմ կարծիքով էտա։ Լավ, մի բան ընդհատվենք գովազդով, եթե թույլ տաք եւ շարունակենք հաղորդումը, հիշեցնեմ, որ մենք առցանց ենք, եթե ունեք հարցեր, այ հիմա կարող եք դրանք հղել, մենք հաղորդման վերջին հատվածում սիրով նրանք կհնչեցնենք։ Գովազդն այս բայի։ Ինչ է պատահել նրան։ Վալերան է։ Իմ կյանքում նույնպես եղել է Վալերա։ Եվ նրա հանունն է Ռիտա։ Պրինցեսա Նուրի բարձր լեռնային թեյն աճում է արևին այնքան մոտ, որ նրա հետ հեշտ է զգալ իրական ջերմություն Պրինցեսա Նուրի բարձր լեռնային թեյ կյանքը լցնում է արևով։ Խոսելիս, լսելիս, աշխատանքում, հուզական, վայելուչ, մի քայլ առաջ, երկու քայլ վերև, անկեղծ ցանկությամբ, սիրահարված, էներգիայով և վերելքում, մտածելիս կամ վարկյանի մեջ, կիսեք շոկոլադի հաճույքը, կաթնային շոկոլադի սալիկներ, Grand Candy։ Միտխոն, ես մեր երեխային ստրկության եմ հանձնել վրա Մաջուդխանին, որ կբուժման համար 100 ռուպի վերցնեմ։ Սուպերը շապտի ես գնեցի, ճանաչեցի Տոմսը շահեցի, երջանիկան հոգ ապրում եմ իմ շահումը ես ստանում եմ ամեն շաբաթ, ամեն շաբաթ, ամեն շաբաթ 100,000, ամեն շաբաթ ես ստանում եմ 100,000։ Սուպեր շապտի վիճակախաղ 5,200,000 դրամ 1 տարվա ընթացքում։ Սուպեր շապտի շաբաթվա ամենասպասված օրը։ Պատահում է, որ ես շտապելով եմ նախաճաշում։ Ճաշին ուտում եմ այն, ինչը ոչ միշտ է օգտակար։ Իսկ երեկոյան ընտանեկան ընթրիք այնպիսի համեղ ուտեստներ, ես գիտեմ, որ ստամոքսում կարող է ծանրություն առաջանալ, այդ իսկ պատճառով մեզիմը միշտ ինձ հետ է։ Մեզիմը օգնում է հաղթահարել տհաճկացողությունը ստամոքսում։ Մեզիմ, կօգնի ձեր ստամոքսին։ Եվ այսպես, լավագույն Miss մրցույթի եզրափակչի մասնակիցներն են։ Համար 3. Miss Բրազիլիա։ Miss Բրազիլիան ախորժալի ծավալներ ունի, հա? Որովհետև արհեստական ուրացրած է։ Համաձայն եմ։ Ռուսաստան։ Միս Ռուսաստանը ձյունաճերմակ տեսք ունի։ Որովհետև անխնաս արհեստրած է, որ տարիքը չզգացվի։ Հայաստան։ Իսկ այ Miss Հայաստանը եւ թարմա, եւ անարատ, ու ամենակարևորը տեղական։ Լավագույն Miss-ը ճանաչվում համար 1. Miss Հայաստանը։ Թումանյանի շաուրմա։ Տեղական Miss, տարին 12 ամիս։ Ռոբերտ Սարգսյան, քաղաք Գյումրի, 100,000 դրամ։ Զարինե Մարգարյան, քաղաք Երևան, 100,000 դրամ։ Ռուբեն Հովակիմյան, քաղաք Երևան, 100,000 դրամ։ Գրետա Կոստանյան, քաղաք Երևան, 100,000 դրամ։ Հայլոտո, մնաց 81 հատ 100,000 դրամ եւ Դեու Մատիզ ավտոմեքենա։ Արդեն 23 տարի Fast Credit բիզնես վարկեր 11%-ով մինչև 10 տարի մարման ժամկետ առանց գնահատման եւ ապահովագրության վճարների վարկավորման որոշումը մեկ օրում ու ամենապարզ եւ արագ Fast Credit։ Ռաֆայելո, տեղ կհասցնի ձեր զգացմունքները։ Գարնանային առաջարկ Յուքոմում։ Ձեռք բերեք 4.5 դյույմանոց էկրանով, 2 քարտի եւ 4G հնարավորությամբ Nefos նորաձև սմարթֆոնը ընդամենը 34,900 դրամով առանց որևէ պարտավորության։
Ավելին, 3 ամիս շարունակ ստացեք U1500 կանխավճարային սակագնային պլանի ներառումները անվճար։ Ucom, կապի միասնական օպերատոր։ Եվ ամփոփելով հաղորդումը, պարոն Ասլան, երկու հարց, հա, եթե կարելի է, առաջինը նախ մենք ձեզ հնարավորություն ենք տալիս շնորհավորելու, վերջում հիշեցնեմ, հաղորդման վերջում կանանց մեկ ամսյակը, եւ այսպեսի մի հարց առաջինը, սովորաբար բժիշկները իսկապես, հա, իմ փորձից ելնելով եմ ասում, բոլորը ինչ-որ հոբիներ ունեն, հետաքրություններ ունեն, ձեզ մոտ կա նման հետաքրություն, ինչ-որ մի բանով զբաղվեք, երաժշտական գործիք կլինի, ու բացի իհարկե գիրք կարդալուց, հա։ Ճիշտ ասած, չէ, իմ հոբին իմ ընտանիքն է, փաստորեն, որովհետև մնացած բոլոր այդ քիչ ազատ ժամանակը աշխատում եմ երեխաներիս հետ ավելի շատ շփվեմ։ Լիքը բան կա, որ սիրում եմ, բայց որ նվիրվեմ այնպես ինչպես բժշկությանը, չէ։ Այսինքն որս, չգիտեմ, ինչ որ մի բան դասության, հա, ասենք տղայիս հետ գնում ենք մեկ-մեկ, երբ որ շատ հոգնած չեմ լինում, որս չեմ սիրում, սպանելու process-ը չէ, իհարկե։ Ինչ-որ սպորտ սիրում եմ, բայց վերջին անգամ մի 8 տարի առաջ եմ ֆուտբոլ խաղացել։ Ես որքանով հասկացա, դուք ամբողջությամբ այսօրվա դրությամբ գանված եք ձեր աշխատանքով։ Եվ ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է, թե հիմա գիտեք ինչ կա, զարմանալիորեն մեծ է, որովհետև հասում են ժողովուրդը գնում է, պակասում է, բայց մեր հիվանդները տարեց տարի շատանում են։ Տնտեսական վիճակից է ինչ։ Ну դա հիվանդություն չի, վնասվածք է, ասենք, պետք է որ բնակչության քանակի հետ պակասի, էլի։ Այդ Իսկ լինում է դեպքեր, երբ դուք որպես բժիշկ կամ ձեր կենտրոնի բժիշկները հասկանալով, որ դեպքը մի փոքր ավելի թեթև է եւ կարիք չկա իսկապես միջամտության, դեղերի կամ նման ավանդական բուժման, եւ ինքնդ խորհուրդ եք տալիս որևէ, չգիտեմ, բուսական տարբերակ, տնային խնամք մենք նման բան չենք խորհուրդ տալիս, չենք էլ կարող խորհուրդ տալ։ Այսինքն, եթե հիվանդը հիվանդանոցային բուժման կարիք չունի, մենք ուղղակի ուղարկում ենք ամբուլատոր բուժում։ Ամբուլատորը դա հիվանդանոց այցելելով բուժումն է, հա, ոչ թե մշտական հիվանդանոց գտնվելով, այլ այցելելով բնակավայրում պոլիկլինիկական հիվանդանոց, մեր կենտրոնը կարող է կազմակերպել, եթե հարմար է հիվանդը գա գնա։ Իսկ ժողովրդական միջոցները կոնկրետ մեր այրվածքների ժամանակ դա մեր թշնամին են, հա, մեր այրվածքների դեպքում մեր թշնամին է, ինչի համար, որովհետև բաց վերք է, մենք աշխատում ենք աֆիցինալ դեղերով, որոնք հիմնական պայմաններից մեկը նաև մանրեազերծված լինելն է, հա, անտիսեպտիկա եւ ասեպտիկայի կանոնները, իսկ տան պայմաններում այդ պատրաստուկները դրանք հաստատ այդ կանոններին հակառակ ազատություն։ Հա, բանը դրա համար մենք խորհուրդ չենք տալիս ոչ մի դեպքում, ոչ մի անգամ։ Լավ, որպեսզի վերջը լինի հետաքրքիր, չնայած հետաքրիր ամբողջ հաղորդման ընթացքը, ես նկատում կանանց եւ աղջիկների համար հետաքրիր, եկեք դուք էլ շնորհավորեք, եթե իհարկե ցանկություն եք։ Եթե չունեք, տեսեք, մենք կարող ենք։ Չէ, ցանկությունը կա։ Եթե չունեք, ցանկությունը կա։ Սաթենիկ այդտեղ լցրել ես ամեն ինչը որ պետք է։ Ցանկությունը իհարկե կա եւ հիմա մեզ տղամարդկանց ավելի հեշտ է, քանի որ միամսյակ է դառը, այսինքն մարտի 8-ին ում չկարողացար չհիշեցիր, մի ամիս ժամանակ կա էլի։ Եվ շատ շնորհակալություն ԱՏՎ-ին այս հնարավորության համար, ես միանգամից հիմա իմ մոտիկ, իմ հարազատ, իմ ընկերուհիներին ուզում եմ շնորհավորեմ բոլորիդ մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած այդ ժամանակը շնորհավոր, մենք տղամարդիկս ձեզ սիրում ենք, ինչքան ուզում է ձեր հետ դժվար լինի, մենք ձեզ սիրում ենք եւ առանց ձեզ շատ ավելի դժվար կլիներ, քան ձեզ։ Սիրում եք այդ մեկ ամսվա ընթացքում, թե ամբողջ կյանքում հավատաց հույս ունեմ ամբողջ կյանքում, էլի։ Եվ հատուկ կուզենայի նշել այ մասնագիտության մեջ կանանց, հա, որովհետեւ այդ ձևա ստացվել, որ հիմա իմ մոտ տպավորությունը այնպիսին է, որ կանայք անեստեզիոլոգիայում ավելի շատ են, քան տղամարդիկ, իսկ աշխատանքը դա ծանր տղամարդու աշխատանք է։ Ես ուզում եմ, որ իմ գոլեգաները անեստեզիոլոգ կանայք ուղղակի չկորցնեն իրենց հմայքը եւ
կանացիությունը այս աշխատանքը կատարելով։ Դե կարծում եմ իսկական փայլուն շնորհավորանք էր։ Լավ, այսօր այսքանը, կարծում եմ ձեզ շնորհակալ կլինի նաև Սաթենիկը, որովհետև մենք հիմա միասին ավանդապես հաղորդման վերջին հատվածում ճաշակելու ենք նաև այս համեղ ուտեստները։ Առհասարակ փորձենք այս ամիս հնարավորություն տալ բոլոր տղամարդկանց, եթե տղամարդիկ լինեն հյուրը, որպեսզի շնորհավորեն, ինչու՞ չէ նաև կանանց, եթե նմանները, համարձակները կան, որ միմյանց շնորհավորեն, ինչևէ, ես նույնպես եւս մեկ անգամ միանում եմ այս շնորհավորանքին, եւ այո, համամիտ եմ, եղեք միշտ գեղեցիկ, գնահատված, սիրված եւ մի կորցրեք ձեր հմայքը։ Խնդրեմ Սաթենիկ, խնդրեմ Անիկ։ Մայքը պետք չէ կորցնել այն դեպքում, երբ կողքիդ կա տղամարդ, գնահատված ես լինում, սիրված ես լինում, ինչպես մեր հյուրն ասեց, ամբողջ կյանքում պետք է սիրել եւ արժեքավորել։ Իսկ մենք կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ Առողջ եղեք։ Իսկ եթե առողջ եք, առողջ եղեք։ Այսօր այսքանը, մինչ վաղը։